Այսօր հոբելյանական չեմ հիշում որ երրորդ խուզարկությունն էր մեր տանը։ Հա, շնորհակալություն։ Էլի ինչ որ նախորդ անգամներ էր, չգիտեմ, ման են գալիս։ Ինչ բաներ արել են։ Ինչ որ կարող է այն բաները ինչ որ իրանց կարար հետաքրքրել, բայց ամեն անգամ նույն պատմությունն է, այտենց ինչ որ Չէ, ոնց որ ինչ որ բան այտենց չվերցրել։ Ինչքան տևեց բան չի էլի, ոնց որ տեխնիկական ավելի շատ նախաքննական process-ով պայմանավորված կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ որ բան չեն տարել։ Դուք ինչ եք մտածում կներեք, դուք ինչ եք մտածում բան Կարապետյանը խոսքոսի փուսին երբ ազգային ժողովը գնահարվի, հետո դատախազը կգա ձեր հետևից թե ոչ։ Չգիտեմ, կարա գա, կարա չգա, ոնց իրանք ուզում են։ Իսկ դուք այս ամբողջ process-ի հետ կապված ինչ գնահատական ունեք պարոն Կարապետյան։ Դե պարզ արտահայտված քաղաքական գործոնով, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Մեր հասարակության մեծ մասը արդեն համաձայն է, բայց ինչ որ մաս իրեն դեռ աջակցում է, բայց չգիտի որ սխալ ճանապարհ է մարդը տանում։